Ռոսսելխոզնաձորը հայկական մթերքի նկատմամբ ամսական մոնիթորինգ է սահմանել։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ է նկատվում, ապա երկու երկրների կողմերը դուրս են գալիս բանակցությունների։ Այս մասին հայտնել է Ռոսսելխոզնաձորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, անդրադառնալով Հայաստանից կատարվող մատակարարումներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից անդամավճարները չմուծելու պատճառով ՀԱՊԿ կդիտարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը վերաբերում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ պետություններին։ Եթե որևէ անդամ պետություն 2 տարի շարունակ չի վճարում կազմակերպության բյուջե իր պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կասեցնում է այդ երկրի քաղաքացիներին քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկում նրան ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը։ 2024 թվականի համեմատ նախորդ տարի ազգային ժողովի ծախսերն աճել են 326 միլիոն 500 հազար դրամով կամ 4.6%-ով։ 2025-ին բյուջեն կատարվել է 98.4%-ով։ Ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 միլիոն 700 հազար դրամ։ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի ևս 25.1 միլիոն դոլար։ Գումարը կտրամադրվի Stand-by Arrangement համաձայնագրի շրջանակում։ Սրանով իսկ ծրագրի շրջանակում Հայաստանի ընդհանուր հասանելի ֆինանսավորումը հասնում է մոտ 52 միլիոն դոլար։ Իշխանությունները մտադիր են այս լրացուցիչ եկամուտներն ուղղել պահանջարկի զսպմանը և ֆինանսական բուֆերների ամրապնդմանը, բյուջեի դեֆիցիտը կրճատելով մինչև ՀՆԱ-ի 4%-ը։ 2026-ի մայիսին Չինաստանի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 19.4%-ով և հասել ռեկորդային 376.8 միլիարդ դոլար։ Մայիսին ամենամեծ աճն արձանագրվել է ինտեգրալ սխեմաների և տվյալների մշակման սարքավորումների արտահանման ոլորտում։ Արտահանումը դեպի Եվրամիություն մայիսին աճել է 7.6%-ով, ապրիլյան 13.4% աճից հետո։ Եվրոպան հաջորդ ձմռանն ընդառաջ պահեստարաններ է մղել 16 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ներկայում Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են 42.8%-ով, ինչը 14.31%-ային կետով ցածր է վերջին 5 տարվա միջին ցուցանիշից։ Եվրահանձնաժողովի պահանջների համաձայն Եվրամիության երկրները յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետք է ապահովեն իրենց գազապահեստարանների 90% լցվածություն։ Համաշխարհային ավիաընկերությունները պատրաստվում են ձմեռային չվացուցակների լուրջ վերանայման։ Եթե Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով ավիավառելիքի գները չնվազեն, փոխադրողները ստիպված կլինեն չեղարկել տասնյակ հազարավոր չվերթեր։ Ինչպես գրում է Financial Times-ը, առաջիկա շաբաթներին ավիաընկերությունների ղեկավարությունը վերջնական որոշումներ կընդունի այն մասին, թե ինչպես հարմարեցնել փոխադրումների ծավալները նոր տնտեսական պայմաններին։ Ոլորտի համաշխարհային շահույթը կկրճատվի գրեթե 2 անգամ, 43 միլիարդ դոլարից հասնելով 23 միլիարդ դոլար։ 2026-ի մայիսին կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է 3.3%-ով, կազմելով 2.55 տրիլիոն դոլար։ Շուկայի վրա ճնշում են գործադրել միաժամանակ մի քանի մակրոտնտեսական գործոններ, այդ թվում գնաճային սպասումների աճը, Միացյալ Նահանգների պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացումը և Մերձավոր Արևելքում պահպանվող աշխարհաքաղաքական լարվածությունը։ Ինչպես նշում են փորձագետները, թվային ակտիվների հետագա դինամիկան դեռևս մեծապես կախված կլինի մակրոտնտեսական իրավիճակից, գնաճային ռիսկերից և գլոբալ ֆինանսական շուկաներում ներդրողների տրամադրություններից։ Շահումով խաղերն ու դրանցից բխող ֆինանսական ռիսկերը կանխելու նպատակով պետությունը գնում է օրենսդրական նոր սահմանափակումների։ Մասնավորապես, բարձր ռիսկայնության խաղերից այսուհետ կզրկվեն մինչև 21 և 70-ից բարձր տարիքի անձինք։ Բացի այդ, հատուկ սահմանափակումներ կկիրառվեն պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորվող պաշտոնատար անձանց նկատմամբ։ Հստակեցրել ենք, թե ինչպես պետք է աշխատի ինքնաարգելափակման կոճակը, մասնավորապես հստակությունների մտցնելու անհրաժեշտությունը գալիս է նրանից, որպեսզի խաղային ընկերությունները չփորձեն օգտվել օրենքի բացից եւ խուսափել օրենքի
տարի կատարմանն գնելով օրենքի տարի հետևից։ Օրենսդրական փոփոխությունները մշակվել են այնպես, որ պահպանվի շահերի հավասարակշռությունը եւ չտուժեն նաեւ խաղային ընկերությունները։ Օրինակ, եթե խաղացողը կանխատեսելով իր պարտությունը փորձի ինքնաարգելափակվել խաղի ավարտից րոպեներ առաջ, միևնույն է նրա նախապես կատարած խաղադրույքը կմնա ուժի մեջ եւ պարտության դեպքում գումարը կգանձվի։ Արգելափակման միջոցի կիրառելուց հետո արգելվում է անձի կողմից նոր խաղադրույքը ընդունելը, բայց իր գումարները մնում են իր հաշվի վրա եւ նա իրավունք չի ունենում հավելյալ մուտքեր կատարել իր խաղային հաշվին։ Թեև Հայաստանում խաղային ընկերությունների գովազդը օրենքով արգելված է, համացանցում, հատկապես ֆիլմերի դիտման հարթակներում այս պահանջի խախտումները հաճախակի են։ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում են, որ չլիցենզավորված կազմակերպությունների դեմ պայքարը բարդ է, քանի որ վիրտուալ տիրույթը դժվար վերահսկելի է։ Քանի որ համացանցը անսահմանափակ հնարավորություններ ունի, անընդհատ process է դա, այսինքն կա այդ մարդիկ կան, իրենք ամենօրյա ռեժիմով հետևում են ու ունենք այդ գործիքներն ունենք, որոնք հետևում ենք եւ եթե չեմ սխալվում նաեւ հիմա օրենքի նախագիծ ունենք, որը որ ազգային ժողովում է գտնվում, այո, արդեն գտնվում է այստեղ ու այդտեղ մենք մեխանիզմները ավելի ենք խստացնում, որը հնարավորություն կտա մոնիտորինգի արդյունքում ավելի արագ արգելափակել այդ բոլոր հնարավոր գովազդները, որոնք որ հակասում են մեր օրենսդրությանը։ Արգելված գովազդի յուրաքանչյուր դեպքի համար տեղական ընկերությունները տուգանվում են 2 միլիոն դրամով, սակայն իրավական այլ պատկեր է միջազգային հարթակների դեպքում։ Հայկական կայքերում գովազդ տեղադրող արտասահմանյան ընկերություններին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լծակներ այսօր չկան։ Այս պարագայում պետական եկամուտների կոմիտեին մնում է միայն նամակագրության միջոցով հորդորել միջազգային գործընկերներին զերծ մնալ տեղական տիրույթում նման գովազդ տարածելուց։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հիմնադրամները պարտավոր են իրենց տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ից ոչ շուտ։ Հաշվետվությունների չհրապարակումը կամ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ դրանց հրապարակումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։